Ուկրաինայի արևելքում չդադարող բախումների ֆոնին Եվրամիության առաջատար պետությունները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հավանականությունը։ Երեկվող օրվա ընթացքում Վարշավայում այս հարցն էին քննարկում Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները։ Բանակցությունների ավարտին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարում էր. Մեր նպատակն է լինելու ոչ միայն մեղմել այս ճգնաժամը, ոչ միայն հասնել հրադադարի կնքման, այլև հաշտության հասնել, հաշտություն, որ հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության գաղափարի վրա, հայտարարում էր Շտայնմայերը, միաժամանակ ակնարկելով, թե պաշտոնական Բեռլինը դեմ է Ռուսաստանի դեմ կտրուկ պատժամիջոցների կիրառմանը։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի դեմ ճնշումը պետք է սաստկացնել աստիճանաբար, քայլ առ քայլ, հակառակ պարագայում կարող ենք հայտնվել ավտոմատ կերպով նախանշված գործողությունների ծուղակում, պնդում էր Շտայնմայերը։ Նրա լեհ պաշտոնակից Ռադոսլավ Սիկորսկին անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում ուներ, պնդելով, թե Ռուսաստանի դեմ խստագույն պատժամիջոցների կիրառմանն այլընտրանք գոյություն չունի։ Լեհաստանը Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի շատ ավելի մեծ ծավալներ ունի, քան Գերմանիան։ Մեր կորուստներն էլ պատժամիջոցների սահմանման դեպքում անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Բայց Ռուսաստանի նախագահ Պուտինը մեզ որևէ այլ ընտրություն այլևս չի թողել։ Մալազիական օդանավի կործանումն այն վերջին կաթիլն է, որից հետո ես հույս ունեմ Եվրոպական հանձնաժողովը ձեռնամուխ կլինի այսպես կոչված երրորդ աստիճանի պատժամիջոցների սահմանմանը, հայտարարում էր Սիկորսկին։ Պատժամիջոցների հարցում Եվրամիության ներսում առկա որոշակի տարաձայնությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ ըստ Reuters գործակալության այս հարցի քննարկումը կշարունակվի նաև հաջորդ շաբաթ, թեև չէր բացառվում, որ որոշումը կարող է կայացվել արդեն այսօր։ Այս մասին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Ջոնաթան Թոդը հայտարարեց մի քանի ժամ առաջ։ Պատժամիջոցների մասին Եվրոպական հանձնաժողովի հուլիսի 22-ին ներկայացրած առաջարկները Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները քննարկում են այսօր կեսօրից սկսած։ Հարցի քննարկումը նախատեսվում է շարունակել նաև հաջորդ շաբաթ, երբ կայացվի վերջնական որոշում, արդեն իսկ հստակորեն դրական նախաձեռնություններ կմշակվեն, որոնք ըստ ամենայնի կհաստատվեն Եվրամիության անդամ պետությունների կողմից արդեն հաջորդ շաբաթ։ Դրան զուգահեռ պահպանվում է մալազիական Բոյինգի կործանման հետաքննության շուրջ անորոշությունը, քանի դեռ զոհերի մարմինները տեղափոխվում են Նիդերլանդներ, արևմտյան պետությունները ջանքեր են գործադրում վթարի վայրում գոնե նվազագույն կարգուկանոն ապահովելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան հետաքննություն անցկացնելու համար։ Ավիավթարում 27 քաղաքացի կորցրած Ավստրալիան անգամ պատրաստ է ոստիկանական ուժեր ուղարկել Դոնբաս, այս մասին հայտարարեց երկրի վարչապետ Թոնի Էբոթը։ Ավստրալիայի կառավարությունը 50 հոգուց բաղկացած ոստիկանների խումբ է ուղարկել Լոնդոն, հետագայում նրանց Ուկրաինայի արևելք գործուղելու մտադրությամբ։ Ոստիկանները պետք է ապահովեն օդանավի կործանման վայրի անվտանգությունը ՄԱԿ-ի կողմից իրականացվող միջազգային հետաքննության շրջանակներում։